Առաջին դատական նիստում ձեզ չտեսանք, այսօր էլ ընթերցվեց Վալոդյա Գրիգորյանի հոր նամակը, որ հոգեպես դժվար է ներկա գտնվել նիստերում, այդ պատճառով էր, որ դուք օրինակ առաջին նիստին եւս չէիք ներկայացել։ Առաջին դատական նիստին չգալու պատճառը տեխնիկական էր, երկրորդին եկա տեղի չունեցավ այսօր եւ հարաբերաբար ենք գալու, այն որ ամբողջ նիստի ընթացքում սրտի արագախփոց եմ ունեցել, դա բացատրում է այն, թե ինչ է ապրում Վալոդյա Գրիգորյանի ընտանիքը, հայրը եւ այդ նամակը, որ նա գրել է բազմապատիկ անգամներ։ Անտանելի է ուղղակի տեսնել, թե ինչպես է այսպես անմեղ գառան դիմակ հագած նստած մեկը, ով ոճրագործություն է արել Հայաստանի Հանրապետություն նախադեպը չունեցող։ Եվ այս դատականիստերը իրապես խորքային ցավ են պատճառում բոլորիս։ Ավելորդ է խոսել ընտանիքի մասին։ Տիկին Թանդիլյան, առաջին դատական նիստում տպավորություն էր, որ եւ մեղադրյալների ներկայացուցիչները եւ տուժողի ներկայացուցիչները համակարծիք են, որ գործը ամբողջությամբ չի հետաքննվել։ Քննությունը պատշաճ չի իրականացվել։ Դուք նման տպավորություն ունեք, նման կարծիք ունեք։ Այն, որ բոլոր վարկածները չեն հետազոտվել, դա ակնհայտ է եւ որտեղ վարկածները բազմաթիվ են եւ ի սկզբանե թելադրած վարկածով էլ փորձում են առաջ տանել։ Բայց ես ասել եմ ու կրկնելու եմ, այս իշխանությունը փոխվելու է, իրավապահ համակարգը պիտի իր աշխատանքը անի, գտնվի իր տեղում եւ որևէ մեկի ուղղորդմանը կամ, չգիտեմ, այսպես սպառնալիքներին չենթարկվի, որովհետև հետո գալու է ժամանակը բոլորի պատասխան տալու։ Այնպես չլինի, որ ասեն դե մենք ինչ անեինք։ Բոլոր վարկածները պիտի հետազոտվեն եւ բոլորը, ով որևէ առնչություն ունի այս ոճրագործության հետ, պատասխան է տալու եւ ոչ մեկին չի փրկելու որևէ արդարացում։ Այսօր միջնորդություն ներկայացվեց, որ հարցաքննվեն Ախտոյանները, նաև տուժողի ներկայացուցիչները նշեցին, որ հիմնավոր կասկած ունեն, որ սպանության հետ կապ ունի նաև Մհեր Ախտոյանը եւ բավարարվեց միջնորդությունը, դուք ինչ կարծիք եւ դիրքորոշում ունեք դրա հետ կապված։ Ոչ միայն պիտի հարցաքննվի, այլև եթե ես չեմ սխալվում, նա երկրի պետք է բերման ենթարկվի, միջազգային հետախուզում հայտարարվի, որպեսզի այդ անձը ներկայանա դատարան եւ բացատրություն տա եւ նաեւ ցույց տա, թե նաեւ իրեն եւ ով է հովանավորել այն տեքստերը ասելու, երբ որ նա սպառնում էր Վալոդյա Գրիգորյանին տեսանյութում։ Եվ սրա հետքերով գնալու ենք, որովհետև անձը հնչեցրել է սպառնալիք, որևէ մեկը նրա նկատմամբ հետախուզում չի հայտարարել, սպառնալիք, որը իրականություն է դարձել։ Եվ այս գործով կարծես թե միայն որպես վկա է հարցաքննվել եւ վերջ։ Ես հենց դրա համար եմ այս շեշտադրումները անում եւ ընթացքում մենք ամեն անգամ հետեւելու ենք եւ թույլ չենք տալու, որ որևէ մեկը, ով առնչություն է ունեցել ուղղակի, անուղղակի, հովանավորել է, կազմակերպել է, նպաստել է, հրահրել է, դուրս գա այս ամեն ինչից ուղղակի sense անմեղ դեմքով, այնպես որ թող բերեն, կարգավիճակն էլ կբերեն ու մենք հետեւելու ենք, որ բոլորը իրենց մեղավորության չափով պատասխան տան։ Տիկին Թանդիլյան, Վահան Հովհաննիսյանը, փաստաբան Նարեկ Օհանյանի ներկայացուցիչը, նշեց, որ երբ նրանք հարցաքննվեն, այդ կերպ կապացուցվի Նարեկ Օհանյանի անմեղությունը։ Դա փաստաբանի գործն է, ենթադրում եմ, բայց փաստաբանը կարող էր իր պաշտպանյալին նաև հարցնել, թե այդ ինչպես էր, որ մի հոդվածով այն մեղադրանքը, որով փորձ են անում նաև կապել այս գործը դրա հետ, ինչպես էր ինքը հայտարարություններ անում մի մարդու մասին, Վալոդյա Գրիգորյանի եղբոր, հենց Վալոդյայի անունը տալու հանգամանքով։ Եթե նա ասելիք ուներ, ասեր։ Ուղիղ հանցագործին ասելիք չունեին, իսկ հանցագործը բանություն կատարողը հայտնի է եղել, փորձել են Վալոդյա Գրիգորյանի անունը այսպես սևացնել հասկանալի պատճառներով բոլորին եւ այս առումով շատ հարցեր կա բոլորի տալու եւ հետեւաբար փաստաբանը իհարկե իր գործը պիտի անի, բայց պիտի նաեւ իր պաշտպանյալին հարցեր ուղի, թե այդ ինչ հանգամանքով պայմանավորված էր նա խոսում Վալոդյայի մասին, երբ որ Վալոդյան աղերս չի ունեցել այն սպանության հետ, որը կատարվել է ամիսներ առաջ եւ իրենք նույնպես ասում են, որ սա կապ չունի դրա հետ։ Հետեւաբար այդ անձը այնտեղ նստած ինչ հիմքերով էր շոշափում առհասարակ Վալոդյայի անունը։ Եվ շատ հարցեր կա, որ պատասխան չունի այսօր, բայց կրկնում եմ, մենք հետևողական ենք լինելու այս հարցում եւ վաղ թե ուշ բոլոր մեղավորները պատասխան են տալու։ Հետ գործի կապված եթե հարց չկա, քիչ գործից դուրս հարց, մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ
Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտվեց Ռուբեն Վարդանյանը, այստեղ էր ժամանել ԱՄՆ փոխնախագահը, ցույց արվեց, պահանջներ ներկայացվեց, ինչ սպասելիքներ կար ի վերջո եւ այս 20 տարվա ազատազրկումից հետո որևէ ակնկալիք կա, որ կվերադառնա Ռուբեն Վարդանյանը Հայաստան։ Առհասարակ Բաքվում պահող պատանդների գործով մենք երբեք չենք քննարկում ինչ սպասելիք կա, մենք պիտի անենք ու անում ենք այն ամենը ինչ կարող ենք օգտագործելով ամբողջ գործիքակազմը ինչ որ ունենք։ Ինձ համար երկրորդ կարծիք չկա, որ դա քաղաքական պատանդառություն է եւ որ այն հոդվածները, որոնցով այդ մարդկանց հանդեպ ներառյալ Ռուբեն Վարդանյանի մեղադրանքները ներկայացվել եւ դատավճիռները կատարվել, կապ չունեն որևէ իրականության հետ։ Եվ այդ առումով ուղղակի պիտի հասկանալ, որ սա մեր պետության գործն է, սա մեր ժողովրդի անելիքն է, գործն է այն առումով, որ պիտի տեր կանգնենք մեր ինքնորոշման իրավունքին, հայ ժողովրդին իր հողում ապրելու իրավունքին։ Ամբողջ թեման դա է եւ այստեղ մտածել ու սպասելիք ունենալ չեն կարող։ Մենք հասկանում ենք, որ նաեւ այս իշխանության անգործության հետևանքով են այդ մարդիկ այնտեղ, հետեւաբար փոխկապակցվածություն կա, բայց մեզանից պահանջվող, չպահանջվող ամեն ինչ անելու ենք եւ միևնույն ժամանակ ուզում եմ պարզ լինի, ակնկալիք հատուկ որևէ մեկից չկա, բայց այն, որ մենք չենք դադարելու այդ մասին խոսել, բարձրաձայնել բոլոր ատյաններ եւ հետամուտ լինել, դա էլ երկրորդ կարծիք չկա։ Տիկին Թանդիլյան, նաև նախընտրական շրջանում ենք գտնվում, ապրելու երկիր կուսակցությունը որևէ դիրքորոշում ունի, արդեն ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին։ Եթե թույլ կտաք վայրը եւ տեղը եւ իրավիճակը պատակարար չեմ համարում այդ դա մեկնաբանել, մենք լրացուցիչ հայտարարություններով հանդես ենք գալու։ Շնորհակալ եմ։